Գյումրիում։ Հաջորդ մասնակիցը ով է ցանկամարտադուր։ Խնդրեմ, պարոն Բարսեղյան։ Պարոն Մինասյան, շատ կարևոր է հասկանալ, թե եթե նախորդ անգամ քաղաքացիական պայմանագիրը խոստացել է կառուցել շների համար ապաստարաններ հոգնակի եւ չի կառուցել եւ հիմա նորից եք խոստանում։ Ինչ եք կարծում, մարդիկ ինչ են մտածում ծախողված խոստումների մասին։ Ինչու պիտի այն ծախողումից հետո հիմա հավատանք, որ այս ձեր նոր խոստումները հաստատ իրականացվելու են։ Ինչ ծախսի մասին է խոսքը շների ապաստարանների մասին խոսելիս։ Պարոն Բարսեղյան, կներեք, ես ձեզ հիշեցնեմ, մենք խոսում ենք այն մասին, որ Գյումրու կենտրոնը ինչ որ չափով զարգացած է։ Տեղյակ եմ։ Ես տեղյակ եմ։ Թաղամասերում շների խրախճանքը անհամեմատ ծայրամասեր։ Հա, մի խոստումներ են տվել մարդիկ ժամանակին, ես ընդամենը մի կետ մեջ բերեցի, որը ծախողված է։ Հիմա ինչը վերաբերվում է համաչափ զարգացմանը համայնքի, եթե զգում եք, որ հարցը չի կարելի, եթե համայնքի կոնտեքստում խնդրեմ, պարոն Մինասյան, պատասխանեք։ Շնորհակալություն, պարոն Բարսեղյան, տեսեք, նախկինում քաղաքացիական պայմանագրի ավագանու հուշագիր է ունեցել եւ Գյումրու համայնքապետ չի ունեցել, իրենց ծրագրում ունեցել են ներառված 2 տարվա ընթացքում չեն կարող իրականացնել, որովհետեւ բազմաթիվ նմանատիպ ծրագրեր կիսատ է մնացել։ Նախորդ անգամ ես չեմ եղել։ Հասկացա, հուշագիր ստորագրելիս երկու քաղաքական ուժերը համադրել են իրենց ծրագրերը։ Ես չեմ կարող համադրել, ես հիմա հստակ գումարի չափով ես ձեզ կասեմ, պատասխանատուն եք, հարգելիս։ Դուք պիտի այս նախորդ ծրագրի ծախողման պատասխանատվությունը ստանձնեք։ Ծրագրի ծախողման պատասխանատվությունը ստանձնում են այնքանով, որքանով մասնակցել են 1.5 կամ մոտ 2 տարվա ընթացքում այդ կառավարման տարիների ընթացքում 2 տարի 2 ամիս պլյուս ձեր 3 ամիսը 3 ամսվա ընթացքում 2+2 26 ամիս, հետո նոր ձեր 3 ամիսը ընթացքում ներկայացրել ենք շթապարող շների ապաստարանի կառուցման եւ կլինիկայի վերաբերյալ ծրագիր, այդ ծրագիրը իրատեսական է, ներկայացնում բյուջետավորման մասնակցային։ Ձեր վերջի 3 ամսվա մասին չէ խոսքը հիմա։ 2 տարի, 2 ամիս մեղածների մասին ներկայ խոսել եւ չխոսել ապագայում կատարվելիք աշխատանքների մասին կարծում եմ գյուղեցիներին ներողություն քաղաքական ուժը ձեր ներողություն բառը գիտեք դուք եղել եք ավագանի եւ բազմաթիվ ծախողումներ են եղել հիմա ես ձեզ մեղադրել եմ որ 12 թվականի կամ ես եղել եմ բանակ շատ ես իշխող մենախոսում կոալիցիայի մեջ չեմ Իրականում պարոն Մինասյան, ես չգիտեմ, դուք ուսումնասիրել եք, ձեզ տվել են, որ ուսումնասիրել կամ զեկուցել են, բազմաթիվ